Բարի օր։ Սա Next Gen Tech podcast-ն է։ Ես Էլմիրան եմ։ Այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որը բառացիորեն փոխել եւ փոխում է մեր կյանքը։ Այո, խոսքը հենց արհեստական բանականության մասին է։ Այսօր իմ հյուրերն են Հայկական պետական մանկավարժական համալսարանի լրագրություն բաժնից Նարինեն եւ գործիքային կատարողականություն բաժնի ուսանող Արեգ Նազարը։ Ողջունում եմ ձեզ։ Շնորհակալ եմ շատ, որ ընդունել եք հրավերս։ Այսօր խոստանում եմ շատ հետաքրքիր զրույց ունենալ, քանի որ արհեստական բանականությունը, ինչպես գիտենք, մեր առօրյայի շատ մեծ հատվածն է դարձել, եթե ոչ ամբողջ առօրյան։ Կասեք, խնդրեմ, ձեզ մոտ արհեստական բանականության հետ ծանոթությունը ինչպես է եղել։ Օրինակ, երբ առաջին անգամ օգտվեցիք, առաջին կարծիքը ո՞րն էր։ Վաու, սա կփրկի ինձ, թե չէ, սրանից պետք է զուշանալ, այն վտանգավոր է։ Առաջին անգամ ճիշտն ասած չեմ մտավերի երբեմ օգտագործել, բայց կհիշեմ մի հատ դեպք, որ դրանից հետո արդեն սկսեցի շատ ավելի հաճախ օգտագործել արհեստական բանականությունը, ավելի կոնկրետ ChatGPT-ին։ Այդ դեպքեր պատահել, որ ինձ արագ օգնություն էր պետք, որ ես ոնց այդ վիճակից դուրս գամ, այսինքն բուժօգնություն էր ինձ պետք այդ պահին, ոնց ես կարամ այդ պահին փրկություն էր էլի կոնկրետ Փորձեցի սկզբում ծանոթանալ, այսինքն թե ինչ է արհեստական բանականությունը իրենից ներկայացնում, հետո օգտվել ու հաջողված փորձեր օգուտ ինձ Կենցաղային հարցերով, թե ամեն դեպքում մասնագիտական կողմից ավելի շատ է օգնում։ Նշեմ, որ աշխատում եմ շատ չդիմել, որովհետև ի վերջո սիրում եմ նաև մտածել ինքնուրույն, չգիտեմ, ինքնուրույն գտնել ինչ-որ բաներ կամ հասնել այն պատասխանին, որը որ ինձ հուզում է։ Ինչպես գիտենք, դու կանոնահարուհի ես, քո մասնագիտական ոլորտում ChatGPT-ին կամ ընդհանրապես ինչ-որ AI գործիք քեզ կարող է օգնել, թե դա քեզ կխանգարի, ինչ մտքի ես։ Ինձ որպես մասնագիտական օգնություն ինքը կարող է օգնել միայն այն դեպքում, երբ որ ինչ-որ երաժշտական հարցի, օրինակ, տվյալ կոմպոզիտորը քանի օպերա ունի գրած, արագ եթե ես պետք է մտաբերեմ, ու չեմ մտաբերում, այդ օրինակով ինքը ինձ շատ արագ օգնում է, բայց որպես ուրիշ մասնագիտական հարցերով նոտագրություն եւ այլը երբեք չեմ դիմել, բայց վստահ եմ, որ հաստատ կստացվի, եթե ճիշտ հրահանգներով մենք իրան հերթականությամբ հրահանգենք ChatGPT-ին, ինքը կօգնի հաստատ կկարողանա մեր հրահանգը կատարել, բայց թե հետո արդեն ինչպես կլինի ճիշտ հրահանգ մեր հրահանգը ճիշտ կատարած կլինի, ինքը ճիշտ հասկացած կլինի, այդ արդեն չեմ կարող ասեմ, որովհետեւ չեմ օգտվել այդ առումով։ Բայց վերջին անգամ հարց տվեցի երաժշտական առումով, մասնագիտական, ու ինքը չկարողացավ ինձ ճիշտ պատասխանել։ Լրիվ սխալ ինֆորմացիա էր, հետո ես փորձեցի ավելի հարցը պարզեցնել իր համար, ավելի շատ ինֆորմացիա տալ ու համարյա ինչ գիտեի ասեցի, ու ըստ դրա ինքը արդեն բերեց հարցի ճիշտ պատասխանը տվեց հարցին։ Ինչ ես կարծում մի քանի տարի անց կանոնահարների աշխատանքը կմնա իրենց, թե ChatGPT-ին կկարողանա փոխարինել։ ChatGPT-ին հաստատ չի կարող փոխարինել կանոնահարների եւ մնացած այլ երաժիշտների աշխատանքին, քանի որ հենց արհեստական բանականությունը չի կարող նվագել ֆիզիկապես։ Ես այդպես եմ կարծում։ Չէ՞ որ ինչ-որ հնչյուններ միացնում է իրար, թե դրանք ուղղակի այլ երգերից ֆրագմենտներ է վերցնում։ Դրանք ուղղակի վերցված ինչ-որ ստեղծագործություններից վերցրած մասեր են, ուղղակի բիթ բասային ինչ-որ նոտաներ են, որոնք կան գոյություն ունեն, բայց նա չի ստեղծում դրանք որպես այդպեսին։ Դրանք գոյություն ունեն ու նա վերցնում է, մի քանի բան միացնում է իրար, ստացվում է մի հատ երաժշտական միտք, որի հիման վրա էլ կարող ենք մի քանի բառ ավելացնել ըստ մեր ցանկության եւ կդառնա բնականաբար երգ։ Նայենք տարիներով հետ ավելի 70-ական թվականները, 80-ական հետ գնանք, այնտեղ երաժշտություն երբ որ լսում ես, ասենց հոգի կա էլի այդ իրանց գործի մեջ, իրանց արած գործի մեջ հոգի կա։ Իսկ հիմա ավելի երաժշտությունը երաժշտության նման չի։ Հա, երաժշտությունը այնպեսի մի գաղափար է, որ այնպեսի մի արվեստ է, որ մարդու ցանկացած հոգեվիճակում ինքը կարողանում է օգնի։ Իսկ
այդ ստեղծած երաժշտությունը, ռոբոտացված երաժշտությունը ընդհանրապես ոչ մի էմոցիա չի արտահայտում ու չի կարողանա հաստատ օգնել մարդուն ցանկացած այդ իրավիճակից դուրս գալու համար։ Ինձ նաև շատ հետաքրքիր է քո կարծիքը, քանի որ դու լրիվ այլ ոլորտից ես, լրագրության ոլորտում, միգուցե ChatGPT-ին կարողանա օգնել, չէ՞ որ նա վերլուծություններ անում է։ Ինչ ես կարծում, եթե նյութը գրի ChatGPT-ին, բայց խմբագրես դու, ազնիվ կլինի թե չէ։ Իհարկե ազնիվ չի լինի, որովհետև աշխատանքի մեծ մասը կատարել է արհեստական բանականությունը, այսինքն դու չես կատարել, խմբագրել կարող ես նաև մեկ այլ գրողի նյութ կամ մեկ այլ հրապարակողի նյութ, բայց ես կուզենայի ասել, որ շատ ուրախ եմ, որ այս ժամանակաշրջանի սովորող եմ, ուսանող եմ, որովհետև հիմա տեխնոլոգիաները նույն արհեստական բանականությունը մեծ հնարավորություն է տալիս կրճատելով ժամանակը զարգանալ, այսինքն մենք շատ ժամանակ չենք կորցնում ու ժամանակը մենք բոլորս գիտենք, որ մեր ամենամեծ ռեսուրսն է, այսինքն չկորցնելով շատ ժամանակ մենք լիքը հմտություններ ենք ձեռք բերում իր շնորհիվ արհեստական բանականությանը։ Ինքն քո մասնագիտության շրջանակներում դու եւս կողմ ես, որ ChatGPT-ին ավելի քիչ դիմենք։ Ես ավելի կողմ եմ, որ շատ դիմենք, բայց նայած ինչպես եւ ինչի համար, այո, ազնվորեն, եթե ինձ պետք է ես իմանամ կարևոր ինչ-որ մի նախաձեռնության ակունքները, այսինքն որտեղից է եկել, այն ժամանակաշրջանում ստեղծված մի պատմություն, որին ես ականատես չեմ եղել, ինչու ոչ, եթե ChatGPT-ին տիրապետում է, ինչու չհարցնեմ, բայց իմ ժամանակներում կատարվող իրադարձությունը լուսաբանել կանեմ ես, բայց եթե օրինակ 2000-ական թվականներ իրադարձություն է և ChatGPT-ին տիրապետում է, ես այդ ժամանակ դեռ ծնված չեմ եղել, ինչու՞։ Օրինակ ես մի անձնական life hack կարող եմ ասել, թե ես ինչ եմ արել։ Ես սովորեցրել եմ իմ ChatGPT-ին, երբ ես իրեն ինչ-որ հարց եմ տալիս, ինքը պարտադիր նշում է աղբյուրները։ Բայց դա էլ ինձ հերիք չի։ Ես մտնում եմ իր նշած բոլոր աղբյուրներով եւ ստուգում եմ։ Շատ հաճախ ChatGPT-ին խաբում է։ Այսինքն ինձ աղբյուրը ուղարկում է, բայց ես մտնում ստուգում եմ, այդ աղբյուրից ինքը ոչինչ չի վերցրել։ Այսինքն օգտագործելով էլի ChatGPT մենք պետք է ստուգենք նրան, անընդհատ ասենք, որ ոչ դու սխալ ես։ Քանի որ ChatGPT-ին էլ ինչ ասում ենք, նա համաձայնում է, չէ՞ մեզ հետ։ Օրինակ եթե հիմա էլ վերցնենք ու ասենք, գիտես ինչ կա, հիմա ապոկալիպսիս է, մենք ասի այո, ես կասեմ ոչ, հիմա ապոկալիպսիս չի, մենք ասի վայ դու ճիշտ ես, հիմա չի վաղն է լինելու։ Քանի որ հստակ ինֆորմացիա չունի, էլի արհեստական բանականությունը ով է ստեղծել, մարդն է ստեղծել, ու երբ նույն հարցը 5 րոպե ընդմիջմամբ մենք հարցնում ենք, տարբեր պատասխաններ ենք ստանում իր կողմից, բայց հետաքրքիրն այն է, որ իդեմս մեզ նա ընկալում է, սովորում է ու հասկանում է, շատ հաճախ նաև մոտիվացնում է, չէ՞ ոչ։ Բացի աղբյուրներ նշելը, նաև նա կարող է հարց ձևակերպել այնպես, որ դու ինքդ խճճվես կամ քեզ խճճի ու 1000 անգամ նույն բանը պատասխանի։ Դու ուրիշ բան ես հարցնում, բայց ինքը ուրիշ բան է պատասխանում, դու ասում ես, գիտես ինչ, ես ուրիշ բան եմ հարցրել, կարող ես ինձ պատասխան տալ, ինքը ասում է, կներես, գիտես ինչ, ես տենց սկսում է իր ուզած պատասխանը տալ։ Ամեն դեպքում իր պատասխանը, այսպես ասած, փաթաթվում է իր լսողի կամ կարդացողի վզի։ Դա կորուստ է տալիս ու հրահանգներն էլ, եթե դու օրինակ ես իմ օրինակով ասեմ, եթե ես պետքա դնեմ անընդհատ իրան հրահանգեմ ինքը ինչ որ աշխատանք կատարի, ես ավելի լավ արագ ինքնուրույն անեմ, ավելի շուտ կստացվի, քան եթե ես իրան հրահանգեմ ու քան մի 15 րոպե էլ սպասեմ, որ ինքը իմ հրահանգը կատարած ուղարկի, ավելի լավ է ես արագ իմ միտքը աշխատացնեմ ու գրեմ։ Հա, բայց հաճախ չի փոփոխում, չէ՞, որովհետև օրինակ եթե ես ChatGPT-ին ինչ-որ բան եմ տվել, ինքը ինձ ուղարկում է սխալ կամ այնպիսի մի տարբերակ, որն իմ դուրը չի գալիս, ասում եմ դա փոփոխիր, ինքը կարող է ուղարկել նորից, բայց ասի ես փոփոխել եմ, բայց ոչինչ չկա փոփոխված։ Շատ հաճախ օգտվում եմ, մոռանում եմ գրքի վերնագրեր կամ նայել եմ շատ վաղուց ինչ-որ մի ֆիլմ, հիշում եմ ամբողջ սյուժեն, բայց չեմ հիշում վերնագիրը, որ գտնեմ, ես իրեն պատմում եմ ու ինքը երբ տալիս է վերնագիրը, ես բավարարված եմ զգում։
Մենք ամեն օր առաջ ենք գնում ու ChatGPT-ին ընդհանրապես AI-ը թվում է թե ամեն օր մի քայլ առաջ է գալիս, ավելի շատ է մտնում մեր կյանք։ Պատկերացնենք մի 10 տարի հետո դպրոցներում կամ համալսարաններում ինչպես է պատկերացնում ChatGPT-ին կամ ընդհանրապես AI գործիքները ինչ դեր կունենան, ավելի շատ կլինեն, թե ամեն դեպքում ավելի կքչանան։ Հրաշալի բան կստացվի, եթե արհեստականն ու մարդկայինը կարողանան ճիշտ համատեղել։ Բայց եթե մարդկայինը դնենք մի կողմ ու արդեն ռոբոտացված միանգամից ինչ հարց լինում է տանկ արհեստական բանականությանը, ցանկացած իրավիճակ դուրս գանք իր օգնությամբ, իրավիճակից դուրս գանք իր օգնությամբ, ինձ թվում է այդ արդեն ճիշտ չի, որտեվ մարդկային գործոնն էլ ռիվ կորում է, էլի, ու այդ ռոբոտացմանն ենք գնում, ինչը արդեն որ խրախուսելի չի։ Բայց չեք կարծում, որ ինքը եւ ժամանակ է խնայում եւ ավելի պարզեցնում ու հեշտացնում ամեն ինչ, թե ամեն դեպքում կան հարցեր, որոնք խորքային վերլուծություն ու խորքային մոտեցում են պահանջում։ Միանշանակ մարդկային գործոնը բացառելը կամ ետին պլան մղելը շատ սխալ կլինի եւ շատ սխալ է, բայց մենք պետք է հասկանանք, որ ամեն ինչ մեր ձեռքում է, ձեռքերում է եւ մենք ենք կառավարողը, ստեղծողը, կառավարողը ու թելադրողը, ու եթե մենք ուզենանք, որ արհեստական բանականությունը մեզ կառավարի, նա կկառավարի միանշանակ, բայց եթե ուզենանք, որ արհեստական բանականությունը ավելի հեշտ դարձնի մեր առօրյանը, ավելի հեշտ դարձնի մեր կյանքը, մեզ շրջապատող մարդկանց կյանքը, ավելի զարգացնի մեր մտահորիզոնը, կլինի այդպես։ 10 տարի հետո կդժվարանամ այս պահին պատկերացնել, թե արհեստական բանականությունը ինչ նշանակություն կունենա մարդկանց կյանքում, բայց ավելի իմ կարծիքով ավելի մեծ տեղ կզբաղեցնի մեր առօրյայում, դա միանշանակ, թե ինչքանով լավ եւ վատ կլինի, էլի շեշտեցի, որ մեր ձեռքում է ամեն ինչ, մեր ձեռքերում։ Իսկ ձեր շրջապատում ավելի շատ ովքեր են, որ մասն է ավելի շատ կազմում AI-ին քննադատողները, թե ասած AI-ին աջակցողները։ Թե էլի կախված է մասնագիտական ոլորտից, տարիքային խմբից միգուցե։ Ինձ թվում է այս պահին դպրոցականներն են շատ օգտագործում իրենց թեկուզ դասերն անելու համար, եթե վերցնենք իմ փոքր քրոջը, ինքը օգտվում է ու հաճախ կարող է իր դպրոցական առաջադրանքները ChatGPT-ով շատ AI գործիքներ կարող են շատ այլ աշխատանքներ փոխարինել եւ հեշտացնել։ Օրինակ ամենաշատը որ AI գործիքն ես դու օգտագործում։ Ես գիտեմ, չգիտեմ, մենակ ChatGPT-ին գիտեմ AI գործիքներից, որն էլ շատ պատահական եմ իմացել իր գոյության մասին։ Ուրիշ ոչ մի բան չեմ օգտագործում։ Հաստատ պետք չի գալիս ուղղակի ինձ։ Եվ դա նաև կապված է քո մասնագիտական կողմնորոշման հետ, որովհետև նստել տունը կանոն պարապելուց ինձ AI երբեք պետք չի, որովհետև իմ մատերը ես պետք է աշխատացնեմ, AI-ը չի կարող։ Միգուցե դու աուդիո անես, իրեն ձայնային նամակ ուղարկես, քո նվագելու ընթացքից ու նա գնահատի։ Փորձել ես ինչ որ էքսպերտ, հնարավոր է որպես փորձագետ իրեն դրսևորի եւ ուղումներ անի կամ միգուցե այդտեղ էլ ինչ որ օգնություն դա կարողանա ցուցաբերել։ Ինձ թվում է ինքը միշտ համաձայնվել է, որ ամեն ինչ շատ լավ է, բայց քանի որ մենք նվագում ենք ավելի շատ հայկական ստեղծագործություններ, ինձ չի թվում, որ ChatGPT-ին շատ ծանոթ է մեր հայկական ոչ թե հայկական կոմպոզիտորական գործերին, այլ հայկական ժողովրդական ստեղծագործություններին։ Միգուցե անգամ չի ճանաչի, որ հենց կանոն է նվագում, որտեվ ես սորեն հարցրեցին, կանոն էլ չասեց, կանոն ասեց։ Իսկ գործիքը կանոն չի, կանոն է համը։ Բոլոր ազգերի մոտ ինքը կանոն է, կանոն չի։ Չի թարգմանում եւ մնում է տրանսկրիպցիա, բայց հա, նա չի հասկանում։ Պարսկերենում, նույնը թուրքերենում, դե բոլոր երկրներում էլ այդ արևելքի երկրներում կա կանոնը ու բոլորն էլ օգտագործում են որպես կանոն։ Կարող է լինի կանոն, բայց ոչ կանոն, բայց ոչ կանոն։ Իսկ դու նայեն է որ AI գործիքն ես սիրում, որն ես ավելի շատ օգտագործում կամ որից հեռու կմնաս։ Շատ չեմ օգտագործում։ Պարզապես
Չի եղել դեռ առիթ, որ ես խորանը ասեմ, այս մեկը սիրում եմ, այս մեկը իմ ֆավորիտն է, այս մեկը չէ, լավ չի աշխատում։ Պետքա օգտագործում եմ այդ մեկը, չէ, նույնը լրագրողներից մոտ այդ ոնց որ ամենահաջողված էլի AI գործիքն է, որ աուդիոն վերածում է տեքստի։ Կա եւ հակառակը, երբ տեքստն է վերածվում աուդիո տարբերակի, այդ ինչ-որ վիդեոներ անելու դեպքում բայց աշխատում եմ, ինձ համար ավելի հաճելի է եւ գործից ավելի շատ հաճույք եմ ստանում, երբ ինքնուրույն եմ ինչ-որ մի բան անում։ Այդ դեպքում օգտվում եմ սովորական, չգիտեմ, ծրագրերից նայած, որը պետք է եկավ, այդ Իսկ ես դուր է գալիս ChatGPT-ին ինչպես է հայերենին տիրապետում։ ոչ։ Տեսել ես վերջերս նա երբ հայերեն խոսում է, անգամ ձայնի մեջ ինտոնացիան է փոխվում, այո, կարծես թե շնչում արտաշնչվում է, ինչ ասես դրա մասին։ Միգուցե նա փոխարինի շուտով։ Եվ հարցրել եմ, այո, ասել եմ, որտեղից ես սովորել գեղեցիկ խոսել, ասում եմ ձեզնից, ես իմ վրա աշխատել եմ։ Բայց մտածեցին ինչ ChatGPT-ն է իր վրա աշխատում։ Ոչ ես։ Եղածքով տենց, բայց չկա, հոգի չկա, իրականություն չկա։ Այսինքն դու գիտես ֆակտ, որ ինքը իրական չի։ Եվ ինչքան լավացնի, ինչքան պարզեցնի, ինչքան դերևս իմ համար ոչ ընկալելի կլինի։ Հիմա իհարկե շատ ինչ-որ վիդեո տարբերակներ են հրապարակվում, որը նյարդայնացնող է իմ համար, չգիտեմ, իմ համար էլի եմ կրկնում, որ բաժա ուրիշ ուղղությամբ օգտագործել այդ խեղճ սարքին։ Բայց կան չէ AI պատրաստված վիդեոներ, որոնք երբեք դու չես հասկանա, որ դա արհեստական բանականություն է։ Իհարկե մասնագետները թե հասկանան, Ես մի քանի ժամ գլուխ էի ջարդում, որ հասկանայի այս վիդեոն կամ այս տեքստը գրվել է AI-ի կողմից, թե ամեն դեպքում մարդու կողմից, որովհետև կա ոչ ողջունելի է, որովհետև դա հմտություն չէ։ Վիդեո մոնտաժնիկը նստում ժամերով ստանում է շատ լավ մոնտաժած վիդեո ու ընդամենը 10 րոպեում, լավ 5 րոպեում ինչ-որ մեկը տանը արկած որոշում է մի հատ բան անել ու հավասարվում է այդ մարդու մասնագետի կատարած աշխատակ ինչ-որ մեկի սարքածի հետ, իմ համար ընդունելի չի, չգիտեմ, վտանգավոր է, երբ հասարակությանը կարող ես տարակուսանքի մեջ ցել կամ խաբել շատ արագ, շատ վատ է դա։ Իսկ դու ինչ կասես, Արեգնաս, քեզ միգուցե օգնում է ավելի շատ։ Եթե հարցին մյուս կողմից նայենք, այստեղ արդեն օգտակարությունը ավելի այն մարդկանց համար է օգտակար, ովքեր որ օրինակ չեն տիրապետում մոնտաժի կամ ինչ որ նկարելու այլ ունակությունների այս դեպքում իմ համար օրինակ ավելի հեշտ կլինի, ես հրահանգ տամ, ինքը իմ համար վիդեոն մոնտաժի ավելի օգտակար է այս դեպքում այն մարդկանց համար, ովքեր որ չեն տիրապետում տվյալ ունակություններին։ Այսինքն չես դիում այլ ինչ-որ մեկը օգնություն, ChatGPT-ն քեզ օգնում է, կամ այլ ինչ-որ ծրագիր օգնում է մոնտաժը։ Այս դեպքում օգտակար է, այս դեպքում խելամիտ է ստեղծագործություն մաքրելու կամ ձայնագրություն մաքրելու համար։ Իմ համար մոտիվացիան կկոտրի, որովհետև ավելի լավ է ես իմանամ ճիշտ ինչպես երաժշտությունը մաքրեմ, ասենք որ ձայնը պետքա բարձրացնեմ, որ իջացնեմ, իմ համար ավելի ճիշտ է դա, որ ես իմ համար մոտիվացիան կկոտրի արդեն, եթե ես հրահանգեմ ChatGPT-ին, ինքը ինձ մաքրած արդեն երաժշտությունը հետ ուղարկի։ Քեզ կմոտիվացնի, թե հակառակը կմտահոգի։ Ինձ կմոտիվացնի, բայց հակառակն է։ Չգիտեմ, պետքա իրավիճակում լինեմ, որ հասկանամ։ Եթե հիմա պատկերացնեմ, երկուսը միաժամանակ։ Եթե ես շատ արդյունավետ կերպով կարողանամ սովորել ChatGPT-ի օգնությամբ, ինչու ոչ։ Որտեղ փորձեր արել եմ ճիշտն ասած, ուղղակի հարցը ոչ թե մոտիվացիայի հետ էր կապված, այլ տրամադրվածության։ Այսինքն ես տրամադրված չէի ուղղակի, եթե տրամադրված լինեի, հաստատ իմ կարծիքով ինչ-որ խնդիր չէր լինի։ Նույն փորձել եմ լեզու սովորել։
կար ժամանակ ChatGPT-ի հետ պայմանավորվել էինք ձայնայինով, բայց խոսում էինք ռուսերեն էինք խոսում։ Ու ինքը բացատրում էր, հետո ասում էի, երբ ես չեմ կարողանամ, ինձ պետք է բացատրես ռուսերեն, հետո հայերենը նույն տարբերակը թարգմանեց։ Հետո տրամադրվածությունս ավելի շատ ժամանակի ընթացքում կորավ, քան մոտիվացիա։ Բայց ինչով էր դա պայմանավորված, միգուցե այլ մարդու հետ հենց մարդն էր քեզ հետ շփվողը, ընդհանրապես ոչ մարդու հոգեբան։ Ես պատասխանատվություն չունեի։ Ես պարտավորվածություն չունեի ChatGPT-ի նկատմամբ։ Նա մեկն էր, ում չէի տեսել, չէի ճանաչում։ Իսկ եթե լիներ անձ, ով կսպասեր ինձնից իր տված գիտելիքի կոպիտ ասած փոխհատուցմանը, այսինքն ինքը ինձից կսպասեր արդյունք, ես ուզած չուզած, կարողանալով, չկարողանալով, հասցնելով, չհասցնելով, դժվարությամբ, ես կանեի դա։ Դրա համար փոխեցի, պարապում եմ, բայց շատ արդյունավետ կերպով օգնում էր։ Այսինքն դինամիկ, եթե նայենք, ժամանակի ընթացքում դինամիկ զարգացում կարող էր ունենալ և արդյունք կարող էի ունենալ ոչ պրոֆեսիոնալ ինչ-որ մեկից, բայց կարևորն այն էր, որ ես կթերապետեի որոշակի մակարդակի լեզվի։ Օրինակ ես քեզ հետ կհամաձայնեմ, ինձ եւս ChatGPT-ին մոտիվացնում է, քանի որ շատ հաճախ օրինակ երբ ես նրան ուղարկում եմ վիդեոյի ինչ-որ սցենար, ինքը ինձ ուղարկում է շատ ավելի լավ տարբերակ կամ ինչ-որ լուծում է առաջարկում, որը իմ մտքով այսպես ասած չէր անցել։ Ես ասում եմ, սա ավելի հավես կլինի կարելի։ Ես ավելացնում եմ ու նկարում հենց իր վերջնական սցենարով, օրինակ, ու դա ինձ մոտիվացնում է, որովհետև եթե ես նկարեի իմ նախնական, նա վրա հետո նստեի նայել, ասեի, ոայ, չէ, մի բան պակաս է։ Շատ լավ, ես հիմա մի քանի հարց կտամ։ Պատասխանում ենք շատ արագ առանց մտածելու։ Լավ։ Ուշադրություն։ Եթե AI-ը լիներ մարդ, ինչ մասնագիտություն կունենար։ Լեզվաբան լրագրող։ Ծրագրավորող։ Ինչի լեզվաբան լրագրող։ Չգիտեմ, ինքը վերլուծում է, քննարկում է։ Առաջին որ մտքի եկավ լեզվաբան։ Շնորհակալություն, լրագրողները խելացի են։ Դու ծրագրավորող։ Հա, չգիտեմ ինչի։ Առաջին բանը ինչ կապված է AI-ի հետ։ Առաջին բանը ինչ կապված է։ Հետաքրքիր է։ Որտեղ ինքն էլ է ծրագրավորված, որպես այդպես։ Իրեն մարդն է ծրագրավորում, ինքն էլ մարդկանց է ծրագրավորում։ Շատ լավ։ Եթե կարողանայիք սահման դնել AI կիրառության, որտեղ կլիներ սահմանը։ Կիրառություն։ Այսինքն որ ոլորտներ չէիք թողնի AI-ը մտնել։ Միանշանակ բժշկություն։ Բայց հիմա բժիշկներն էլ են չէ օգտագործում։ Այո, բայց ռոբոտներն էլ են վիրահատություն անում, թե չէի վստահի։ վախենում եմ, ես։ Չէր թողնի քեզ ռոբոտները վիրահատեն։ Չէ, թողնում մարդի վիրահատել։ Եվ։ Իսկ դու։ Ես էլ եմ այդպես կարծում, որ բժշկության մեջ պետք չի շատ արհեստական բանականությունը մտնի։ Հա, առաջին օգնություն ցույց տալու համար ինչ որ հրահանգներ տաս արագասի ինչ անես, այդ ուրիշ է, բայց Կարա եւ կրթական ոլորտում է բժշկության մեջ էլի։ Եվ վերջինը ամենաանսպասելի բանը, ինչը հարցրել եք ChatGPT-ին կամ իրավիճակը։ Անսպասելի։ Չեմ մտաբերում, որտեղ այնքան բան եմ հարցրել, անիմաստ։ Կանոն ինչ-որ տենց դեպքեր, բայց աշխատանքի բերումով եմ օգտագործել, պետք էր պարզապես դիզայնը փոխել խանութ սրահի։ Ու որ երրորդ անգամն էր, արդեն արել էի ու մտքից ոչ մի բան էլ չէր գալիս։ Նկարեցի, ասեցի, դու իմ համար անելու ես սենյակի ձևափոխությունը, այնպես որ մի խոսքով այտենց մարքեթինգի հետ կապված մի քանի հուշումներ էլ իրան տպեցի, ամեն ինչ հստակացի, ասեցի նույնս կանես, բայց որ հաճախորդ հենց մտնի խանութ սրահ Չվանի իրեն ստացվեց։ Արդարացրեց իրեն։ Հա, Թե ամեն դեպքում քո նախորդ դիզայները ամենայն դեպս հոգնեց էի, ու այդ դեպքում ոչ մի բան չէի կարող։ Էլի վերադառնում ենք այն կետին, որ AI-ը խնայեց ժամանակ եւ էներգիա։
Ես Ունես ինչ-որ հետաքրքիր հետաքրքիր բան անսպասելի։ ամառը ուրեմն ինձ դրսի կատուն ճանգռել էր ու ես դրանից մի քանի ժամանակ առաջ էլ անընդհատ ինտերնետում լուրեր պատտվում, որ երեխաներ են մահանում կատաղությունից, բան կենթանիները որ գցում են ու ես ահավոր պանիկայի մեջ եմ եկել ու այտենց ինչ անենք որ կատաղություն չանցնի, երբ պետքա գնամ պատվաստեմ, ժամանակը ինչքան ժամանակ հետո է անիմաստ այդ պատվաստումը, ասենք առավոտը որ գնամ պատվաստեմ, հիմա գիշերը առավոտը այտենց լիքը հարցեր եմ տվել ու իմ մոտ այդ իմ պանիկայից արդեն ջերմություններին վրա տալիս ես ահավոր պանիկայի մեջ եմ եկել այդ ժամանակ ճակում էլի Հա, ավակ սերնդի մոտ ես էլ եմ հետաքրքրվածությունը զգացել։ Իրոք կա մարդկանց մի խումբ, որը այդպես քննադատում է, ասում է ոչ ես երբեք չեմ օգտագործի, որովհետև ես ունեմ այդ գիտելիքը, կրթված սերունդ է, ավակ տատիկ պապիկների համար հեռուստացույցն է, չէ՞ ամեն ինչը, որ հեռուստացույցը ասած, ուրեմն ճիշտ է։ Իրենք չեն ընդունում էլ այս նոր տեխնոլոգիաները։ ռուսական լուրեր Ռուսական սովետական այո, սովետական է կապվածության սովետի մարդկանց մոտ մի քիչ այլ է այդ հարցին մոտեցումը, որովհետև ես էլ զգում եմ ամեն դեպքում ավելի ճիշտ է գրքերից օգտվելը ու մենք դասախոսել ունենք այդպեսի, որ ինտերնետ չէ, մի հատ գիրք է, գրքից մենակ օգտվեք։ Օրինակ իմ դասախոսների մեծ մասը 95 ավել տոկոսը խրախուսում է AI օգտագործումը, իհարկե խելամիտ սահմաններում, ոչ թե մենք իրեն ասենք ինքը անի, այլ օգտվենք ինչ որ կետերում, ինչ որ տեղերում։ Ես համարում եմ դա ճիշտ է։ Ձեր դասախոսները դες խրախուսում են թե չէ։ Տարբեր, նայած 50-50, եթե ձեր մոտ ավելի շատ է տոկոսը, որ խորհուրդ են տալիս, մեր մոտ ես եմ։ Հիմնականում խորհուրդ են տալիս, որ ամեն ինչի ինքնուրույն հասնեք։ Իհարկե, մեզ չի խանգարում օգնող ձեռքեր, բայց դե այն ինչ որ դու անում ես ինքնուրույն տանջվելով, դրա արդյունքը ավելի հաճելի է քեզ քան որ օգնել է։ Բայց հիմնականում իրենց խորհուրդներին ենք հետևում, քան իրենց գիտելիքներն ենք օգտագործում։ Շատ լավ, իսկ հիմա լսենք մեր հյուրերի մեկ կարճ խորհուրդը մեր ունկնդիրներին։ Ինչ կասես Նարինե։ Կասեմ, որ ամեն ինչից ներառյալ ChatGPT-ից օգտվել մտածված, օգտվել շատ զգույշ ու իօգուտ իրենց։ Բայց ամեն դեպքում օգտվել։ Իհարկե օգտվել միանշանակ։ Արհեստական բանականությունը ամեն ուր է, ցանկացած մասնագիտության, ցանկացած ոլորտի մեջ ինքը կա։ Մյուս կողմն է, թե մենք ոնց ենք իրան օգտագործելու։ Պետք է օգտվենք մտածված ի օգուտ մեզ։ Դե ինչ, այսօրվա զրույցը ցույց տվեց, որ արհեստական բանականությունը միաժամանակ կարող է լինել ուսանողի լավագույն ընկերը եւ մեծագույն փորձությունը։ Հարցն այստեղ մյուս կողմն է, թե ինչպես ենք մենք օգտագործում արհեստական բանականությունը։ Հետևորդներ մնացեք մեզ հետ, սա դեռ սկիզբն է, մեզ սպասում են նոր մտքեր, բացահայտումներ եւ արհեստական բանականության նոր գործիքներ։ Գնանք կիսվենք արհեստական բանականության հետ։ Այսօր իրան քննարկել։